Եվ իհարկե այն կարևոր հանգամանքը, որը թերևս երկխոսելու կամ վիճելու կարիք չկա, դա այն է բարեկամներ, որ այո, կինը բնությունից օժտված է հմայքով, գեղեցկությամբ, նրբությամբ, քնքշությամբ, էլի շատ մագդիժներ կարող եմ ես այս պահին արտահայտել նվիրված կանանց ու աղջիկներին, բայց ամեն դեպքում ժամանակները փոխվում են 2025 թվականի եւ կան արհեստական միջամտություններ, որոնք իհարկե չափի դեպքում կրոջը մի փոքր ընդգծված մայք են տալիս եւ այդ ամենը դառնում է շատ գեղեցիկ ու էսթետիկ ամենակարևորը։ Այո, որքան էլ գեղեցկությունը պետք է մտքից եւ հոգուց սկսել, այնուամենայնիվ այդ միջամտություններն էլ փոքրիկ, ինչպես ասացիր, գուցե ինքնաարտահայտվելու, ինքնագնահատականը բարձրացնելու, հոգին ավելի երջանկացնելու համար է։ Այո, ապրում ենք այնպիսի օրերում, երբ խուսափել չի լինում այդպիսի։ Նույնիսկ կարելի է կնոջը դրդապատճառ հանդիսանալ տղամարդու կողմից իհարկե, որ կինը գնա եւ շատ ավելի խնամքով վերաբերի իր հոգուն եւ իր արտաքինին։ Մի խոսքով շատ կարեւոր թեմաների շուրջ խոսելու ենք մեր հյուրի հետ, նա Neda Aesthetics կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն, պերմանենտ դիմահարդար, հա, իսկապես Neda Աթանասյանն է, բարի լույս, սիրելի Neda։ Բարի լույս, հարազատ դարձած մեր ընկերներ։ Ես հարցեր եմ մոտեն, շատ ավելի առաջանալու թե քեզ մոտ։ Առաջանա, չեմ կարծում, որ չառաջանա։ Նախ շնորհավորում եմ միամսյակի կապակցությամբ, Neda ջան։ Ես ես նույնպես շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ շնորհակալ։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է սկսվել միամսյակը։ Երեքվանից արդեն։ Շատ լավ տրամադրություն ունենք, գարնանային, տոնական, այս տաք օրերին վերջապես եղանակը տաքացավ, ձյունը հալվեց եւ բոլորիս Եվ տանը եւ աշխատավայրում փոխադարձ շնորհավորանքներ, այո, գործընկերներ։ Այո, հիմնականում էլ կարծում եմ կանայք են աշխատողները, տրամադրությունը եւ մթնոլորտը տոնական կլինի։ Շատ տոնական է, ես շատ սպասում եմ գարնանը, գարունը ոնց որ վերածնունդ լինի։ Իհարկե։ Neda ջան, եւ եղանակներից ամենասիրելին գարունն է։ Գարունն է, այո, միանշանակ ինձ համար է։ Հարց առաջացավ, ես իհարկե գիտեմ, բայց քանի որ Հայկը չկարողացավ արտաբերել այդ բառը, պերմանենտ դիմահարդար, պերմանենտ։ Միգուցե փոքր-ինչ բացատրենք եւ Հայկին եւ այն հերոստատիտողներին, որոնք չգիտեն ինչ է դա։ Պերմանենտ այդ մասնագետը։ Դա անգլերեն բառ է, permanent բառից է թարգմանվում, այսինքն դա նշանակում է մշտական, մշտատես։ Իրենից ներկայացնում է դեմքի որոշակի շտկումների գործողություն, այսինքն եթե օրինակ հոնքերի հատվածում որոշակի ասիմետրիա կամ շուրթերին մենք փորձում ենք ավելի վառ երանգ, վառ գույն հաղորդել, այս դեպքում մեզ օգնության եւ փրկության է գալիս այս միջամտությունը, որը որ այս վերջին շրջանում շատ տրենդային եւ շատ պահանջված եւ արդիական է դարձել։ Դա նույն տատուաժ կոչված է։ Տատուաժ ես չէի ասի, քանի որ տատուաժը շատ ավելի խորը ենթամաշկերում աշխատելն է ենթադրում։ Տատուաժը ավելի շատ ենթադրում է մարմնի վրա որոշակի դաջվածքների, դա արդեն դաջվածքն է։ Ինչ վերաբերում է դեմքի վրա աշխատանքներին, դա շատ ավելի մակերեսային 0.3-ից մինչև 0.8 մմ խորության ներթափանցելու եղանակն է, որի միջոցով որ մենք կարողանում ենք որոշակի շտկումներ անել դեմքի վրա։ Մինչ գործընկերուհիս վստահ եմ, որ շատ մանրամասն խոսի ձեր գործունեության մասին, դե ավելի կոնկրետ ինչ եք առաջարկում ձեր հաճախորդներին, ես հերոս մի փոքր ավելի մասշտաբային հարց ձեզ հետ միասին քննարկեմ։ Տեսեք, մի պահ բուրըն ալիքով եկավ ու տարածվեց Հայաստան աշխարհում, հատկապես իհարկե կանանց ու աղջիկների շրջանում միջամտություններ անելու խնդիրը։ Եվ մենք տեսնում ենք շատ հաճախ, որ ամեն դեպքում պետք չէր այդքան անել, չափից դուրս եւ այլն, աղջիկները ու կանայք շատ նմանվում էին իրար միջամտություններից հետո եւ այլն եւ դիմագիծը որպես այդպեսին կարծես կնոջ թույլ տվեք ասել, բայց կորչում էր, բայց դա մի պահ էր, որ բուրըն ալիքով այդ ամենը եկավ։ Հիմա կարծես անցավ, հա, հիմա կարծես մարդիկ շատ ավելի հանդարտ ու ներդաշնակ հոգեբանությամբ են նայում այդ ամենին։ Դա այդպես է թե ոչ եւ դեպի ուր ենք գնում այս իմաստով։ Եվ ինչ որ վտանգավոր բան տեսնում եք թե չէ։ Գիտեք, շատ ճիշտ նշեցիք, ես շատ ուրախ եմ, որ այդ միտումը արհեստական արտաքինի հետ նահանջ է ապրում, որովհետև այո, միանշանակ ապրում է, որովհետև օրինակ մի 15 տարի առաջ այդ մեծ ծավալային փոփոխությունները, որոնք աղջիկները կատարում էին իրենց դեմքերի վրա, եւ դա իսկապես շատ ակնառու էր եւ մենք նայում էինք դեմքին եւ մենք հասկանում էինք թե ինչ է կատարված անզեն աչքով շատ դեպքերում այսօր այդ միտումը այդ տրենդը փառք Աստծո հետ նահանջ է ապրել եւ
մենք արդեն տեսնում ենք ձգտումը դեպի բնական արտաքինի։ Նույնը ինչ վերաբերում է այս միջամտությանը, պերմանենտ դիմահարդարմանը, եթե մենք նայում ենք կնոջ աղջկա արտաքին տեսքին եւ ակնառում ենք տեսնում ենք, որ կատարված է պերմանենտ դիմահարդարում, դա նշանակում է, որ մասնագետը արդեն ձախողել է։ Այսինքն այն պետք է կատարվի այնքան բնական, այնքան նուրբ կերպով, որպեսզի մեզ համար դա ակնհայտ չլինի, նայելով արտաքինին, որ այս շրջանում կամ այն շրջանում դեմքի կատարվել է մշտատև դիմահարդարում։ Իհարկե ասել է հեշտ է, բայց կարծում եմ բնականին հասնելու միջամտության դեպքում մասնագետը պիտի շատ ավելի լայն ծավալով աշխատանք կատարի, դա այդպես է թե ոչ, այսինքն մասնագիտացումը մասնագետների կարծում եմ շատ ավելի խորքային պիտի լինի որպես այդպիսի։ Բնականաբար, ես շատ ողջունում եմ իմ գոլեգաներին, որոնք որ այս ոլորտում են աշխատում եւ իրենք շարունակաբար մասնակցում են վարպետաց դասերի, սեմինարների, որոնք իրենց տալիս են այն գիտելիքները, ըստ որի որ իրենք հասկանում են, որ պետք է արդեն խուսափել այդ գրաֆիկ հոնքերից, այդ բառ արտահայտված շուրթերից։ Գրաֆիկ հոնքեր, հրաշալի դիպուկ արտահայտ։ Մեզ այսօր առավելապես ինչ միջամտությունների են կանայք դիմում, կոնկրետ գալիս ձեր կենտրոն եւ լինում են դեպքեր, երբ դուք այս կամ այն պատճառով տվյալ կնոջ դիմագծերը ուսումնասիրելով հասկանում եք, որ մի փոքր գուցե նա այնքան էլ ճիշտ չէ իր որոշման մեջ եւ դուք ավելի գրագետ ու խելամիտ որոշում եք, տարբերակ եք փորձում առաջարկել եւ նայել ընդունում է, եթե իհարկե։ Շատ ցավոտ հարց եք տալիս, քանի որ շատ մեծ ջանքեր են մեզնից պահանջում, եթե մենք տեսնում ենք, որ այդ կինը նկարով է գալիս եւ ցույց է տալիս մեզ այդ նկարը, որ ես ուզում եմ այսպիսի արտաքին ունենալ, եւ մեզնից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի իրեն, այսպես ասած, հետ համոզենք, որ դա իրեն հարկավոր չէ, շատ դեպքերում նույն հոնքերի հատվածը, որ իրենք ուզում են շատ արտահայտիչ լինի, օրինակ երիտասարդ աղջիկներ են գալիս 17-18 տարեկան, որոնք ուզում են շատ բառ արտահայտված հոնքեր եւ մենք փորձում ենք իրենց հորդորել, որ դա ձեզ հարկավոր չէ եւ հարկավոր է գնալ ավելի շատ դեպի բնականը։ Եվ լինում է պայքար ձելու հաճախորդների մեջ, հեշտությամբ կարողանում եք հոգեբանորեն լավ ազդեցություն ունենալ նրանց վրա, թե անընդդեմ պայքարներից ասացի տեժն են։ Մենք պայքարներից փորձում ենք խուսափել, եթե մենք տեսնում ենք, որ չէ, հաճախորդը շատ ինչպես ասեմ, պնդում է, այո, շատ հաստատակամ է իր որոշման մեջ, մենք փորձում ենք հրաժարվել այդ գործողությունից, քանի որ մենք եւս ունենք մեր սկզբունքները, քանի որ մենք ունենք մեր ձեռագիրը, մեր անունը եւ մեր համբավը, քանի որ կատարելով իր սխալ հորդորը, մենք այսպես ասած վատ ենք ազդում մեր անվանից վրա։ Եվ նետա որքան էլ այս միջամտությունները համարվում են էսթետիկ, միևնույնն է առավել ևս եթե որևէ տեղ թերանում է բժիշկը կարող է ուղիղ հենց ունենալ առողջության վրա, հա, իր ազդեցությունը վատ այս դեպքում։ Կամ որևէ հակացություններ կամ արդյոք առողջության մասին որևէ պատմություն պետք է նախապես արդեն իմանան բժիշկները, հա, ինչ առողջական խնդիրներ ունի կամ բուժզննում պետք է անցնի։ Այս որոշակի հետազոտություններից։ Այո, էսթետիկ թեկուզ միջամտությունների գնալուց առաջ։ Շատ արդիական հարց եք տալիս, կան ինչպես հակացություններ, այնպես նաև ցուցումներ։ Մեր գլխավոր ցուցումը բնականաբար ժամանակի զգալի կրճատումն է կանանց համար, որ արդեն առավոտյան իսկ արթնանալով իրենք ունեն կոկիկ, գեղեցիկ եւ ներկայանալի տեսք եւ ավելի քիչ ժամանակ է իրենցից պահանջվում, որպեսզի իրենք հավաքվեն եւ ներկայանալի տեսքով դուրս գան աշխատանքի։ Քանի որ բոլորս հասկանում ենք, որ արդեն գլոբալիզացիայի դար է եւ շատ դեպքերում կինը տղամարդու հետ հավասար աշխատում է, փորձում է ինքնակայանալ, ստեղծել իր գործը, իր աշխատանքը, շատ դեպքերում իր բիզնեսն է ստեղծում եւ այսօրվա ժամանակակից կինը շատ զբաղված է։ Իսկ սա արդեն համարում եմ գլխավոր իսկ ցուցումներից մեկը, որ ժամանակը զգալիորեն կրճատվում է։ Հակացությունները մեր դեպքում լինում են բացարձակ եւ հարաբերական։ Բացարձակ են համարվում այն հակացությունները, որոնց արկայության դեպքում մենք չենք կատարում կատեգորիկ պերմանենտ դիմահարդարում։ Դա օրինակ քրոնիկ սուր բորբոքային պրոցեսներն են օրգանիզմում, միավձիահի արկայությունն է, էպիլեպսիան է, Մաշկային խնդիրներ, բայց ակնեն ենթադրենք հակացություն։ Ակնեն թերևս համարվում է հարաբերական հակացություն, քանի որ իր բուժման դեպքում մենք թերևս կարող ենք վերադառնալ
պերմանենտ դիմահարդարմանը։ Դե իսկ հարաբերական են համարվում այն հակացությունները, որոնց նահանջի եւ որոնց շտկման դեպքում մենք կարող ենք թերևս վերադառնալ այս միջամտությանը։ Դա օրինակ ալերգիկ սեզոնային ալերգիաներն են, գրիպը, մրսածությունը, հղիությունը կրծքով կերակրելը եւ իհարկե դաշտանային ցիկլը, որի նահանջից հետո որ մենք կարող ենք վերադառնալ այս միջամտությանը։ Այստեղ նաև քիչ առաջ դուք նշեցիք, որ ունեք հաճախորդներ, ովքեր պատկանում են դեռահասային տարիքային խմբին, եւ հետաքրքիր է նաև այստեղ մարդու հասունացման ամենակարևոր շրջանի ժամանակ արդյոք դուք զերծ եք պահում ձեր հաճախորդներին եւ արդյոք որոշակի տարբերություն կա մտածողության առումով դեռահաս պատանի, բայց արդեն հասուն տարիքով օրիորդների եւ տիկնանց կողմից ինչպիսի հակասություններ ու տարբերություններ կան մտածողության հետ կապված։ Ես շեմը տարիքային։ Եվ տարիքային շեմ, այո։ Տարիքային շեմը, ինչպես յուրաքանչյուր այլ ոլորտում, պետք է բնականաբար լինի արդեն 18 լրացած, ինչպես յուրաքանչյուր ուրիշ միջամտություն, թե դա լինի ներարկումային, թե ծավալային փոփոխություններ, իսկ ինչ վերաբերում է տարիքային տարբերությանը, բնականաբար երիտասարդ աղջիկները ավելի շատ նայելով տարբեր տեսակի սոցհարթակներ, այդ միտումներին եւ թրենդերին հետևելով փորձում են կատարել այն, ինչ որ իրենց իրականում հարկավոր չէ, զուտ ելնելով այդ թրենդից, որը որ կտևի երևի 1-2 ամիս, այնուհետև թրենդը կփոխվի։ Իսկ ինչ վերաբերում է կանայք, իրենք արդեն ավելի շատ են ծանր եւ թեթև անում, ելնելով իրենց կյանքի փորձից եւ տարիքից, այո, եւ ավելի գիտակցաբար են մոտենում այդ փոփոխություններին, որոնք որ այդքան էլ հեշտ չէ շտկել, քանի որ անհաջող դիմահարդարումը մշտատև իրենից ենթադրում է հեռացում, որը որ այդքան էլ արագ փուլ չէ։ Դա ասացիք մշտական կարևոր հարց, պերմանենտ դիմահարդարումը որքան է պահպանվում, դա հավերժ չէ, չէ։ Հավերժ չէ, ինչ վերաբերում է հոնքերին, պահպանվում է 1-ից մինչև 1.5 տարի, շուրթերի դեպքում պահպանվում է մինչև 2 տարի։ Պարբերաբար պետք է հաճախել ձեզ մոտ, որպեսզի գոնե ձեր ասացի համաձայն, հա, ամենօրյա կոմֆորտը, հարմարավետություն, արտաքին տեսքի վերաբերյալ մեր կանայք ու աղջիկներ ունենան։ Պարբերաբար ասելով տարին մեկ գոնե կորեկցիա կոչվածը հարկավոր է կատարել 1 ամիս հետո, այսինքն հիմնական միջամտությունից հետո 1 ամիս հետո կատարվում է կորեկցիան, որպեսզի շտկում լինի առաջին աշխատանքի միգուցե թերությունների, իսկ այնուհետև կորեկցիայից հետո արդեն 1-ից 1.5 տարի զրոյից նորից արվում է։ Այո, քանի որ մենք ունենք ներկերի, այսինքն այդ գունանյութերի տարբեր տեսակներ, կան հիբրիդներ, կան միներալներ, կան օրգանիկ նյութեր, օրինակ միներալ նյութերի դեպքում շատ ավելի շուտ է դուրս գալիս մեր գունանյութը եւ անհետևանք։ Ինչ վերաբերում է օրգանիկ նյութերի եւ հիբրիդների, իրենք շատ ավելի երկարատև են։ Օրգանիկ նյութերը, քանի որ իրենք սինթետիկ են համարվում, շատ ավելի դժվար են դուրս գալի, թե լազերի, թե ռեմուվերի, այսինքն այդ լուծույթներ կան, որոնք որ հեռացնում են անհաջող տատուաժը։ Դե իսկ միներալի դեպքում, օրինակ երիտասարդ աղջիկների դեպքում շատ ավելի ցանկալի է աշխատել միներալներով, երիտասարդ մաշկի դեպքում, որոնք շատ ավելի հեշտությամբ ինքնուրույն դուրս գալիս։ Խնամքը եւս մեծ դեր ու նշանակություն ունի այս դեպքում։ Այո։ Շատ լավ, շնորհակալ։ Մեծ կապ ունի նաեւ սերը ներողություն, բարեք ձեզ։ Բարեք ձեզ, մեր Ողջույն։ հարգարքներ։ Ճիշտ է, դուք իհարկե ամուսիններ եք, մենք վաղուց գիտենք սիրով, բայց եթերում բայց մենք ասում ենք պատկերացնել։ Չգիտեի։ Ողջունում եմ ձեզ, հարգելիներս, ես անկոչ վրապարակայում, երևի թե ոչ, ես որոշեցի անակնկալ անել նախ իմ կնոջը եւ իհարկե ձեզ Ջանա ջան եւ իհարկե շնորհավորել մեր հարգելի կանանց մարտի 9-ը այս պարագայում, բայց մեկ ամսյակը շատ կարեւոր է եւ միանշանակ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր կին գեղեցիկ է իր հոգով, իր սրտով եւ երբ որ իրեն իսկապես սիրում եւ գնահատում է։ Շատ շնորհակալություն Արթուր Հայկ մի վարքյան։ Հիմա մոռանանք պերմանենտ դիմահարդարումը եւ Նեդային հարց ունեմ։ Նեդա զարմացաք։ Ճիշտն ասած, այո, ես չէի սպասում։ Իսկ Արթուրը նման անակնկալներ հաճախ անում է։ Ոչ եթերում իհարկե։ Պատահում են, այո, նման հաճելի անակնկալներ։ Որովհետև ամեն դեպքում շատ զարմանք չկար, դա նշանակում է Արթուր, որ իսկապես հաճախ է անում, այդ սերը զգում է Նեդան շատ եւ գուցե հոգու խորքում ինչ որտեղ մտածել է, որ միգուցե այսպեսի անակնկալ Ես չէի իրեն։ Գոնե էստեր չէ մտածում, բայց ամեն դեպքում գուցե թվայցալ չենք զգում, բայց հոգում կարծում եմ հիմա մեծ
Լավ բժիշկը փաստորեն պետք է նաև այսպես կնամեծար տղամարդ լինի, տեսնում ես։ Դե բժիշկը արդեն հոգու մարդ է եւ զգում է ու գնահատում է այն ամեն ինչը, ինչը որ կարող է դրականապես կատարվել իր կնոջ ներաշխարհում։ Իրականում շնորհակալություն բարի խոսքերի համար, բայց մենք 17 տարվա ամուսիններ ենք եւ այն երկու հրաշք երեխաները, որ ունենք եւ այն ճանապարհը, որ անցել ենք, այն սխալները, որ գործել ենք մեր փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես իմ մասին է խոսքը, հարգելիներս, թույլ է տալիս փորձել վերադաստիարակվել, վերաարժևորել, վերագնահատել այն արժեքը, որը կոչվում է ընտանիք։ Եվ ես մեր հարգելի հեռուստադիտողներին շնորհավորում եմ, մեր հարգելի կանանց, եթե թույլ տաք, շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Այո, եւս մեկ անգամ ասեմ, որ այնինչ որ ես այդ ռոմանտիկ խոսքերը ամպագորգոր ասում եմ, սա առաջին հերթին խոսում է նրա մասին, որ ոչ թե ես այդպես իդեալական եմ, այլ այո, ինչպես եւ նաեւ իմ երեխաներին եմ փորձում դաստիարակել, որ այն սխալները, որոնք որ մենք գործում ենք, այս սխալների վրա ենք փորձում փոխվել եւ հարգելի կանայք շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որպեսզի այն տղամարդիկ, որոնք ձեր կյանքում կան, այդ տղամարդիկ գնահատեն, արժևորեն, փայփայեն, ներեն եւ իհարկե պաշտեն ձեզ այնպես, ինչպես դուք արժանի եք, իսկ դուք իսկապես արժանի եք։ Դա կարծում եմ սա մի մեծ սիրո խոստովանություն է, իհարկե ընդհանրացված էր խոսքը Արթուրի, բայց վստահ եմ, որ հասցեատերը դուք եք այս պահին։ Այն դեպքում չգիտեք։ Սիրեք Արթուրին շատ, ներեք նրա մեղքերը, եթե այդ կան այդպիսիք։ Դա է Մարդուկը չգիտեք թե ինչպես եք անցկացրել, բայց այն որ մարտինը սկսվել է հրաշալի, արդեն սիրելին է դա փաստը կարծում եմ նման ու մի քիչ ավելի զգացողություններով կունենաք եւս մեկ տոնական օր մարտի 9 շրջանակներում, եթե չունենք որևէ ավելացնելու բան, ձեզ մենակ թողնենք սիրելին է դա եւ ամուսին Արթուր։ Ես իհարկե ունեմ ավելացնելու բան ձեր երկուսի հետ կապված, դա ինչ նորություններ կան կենտրոնում, միամսյակը սկսվել է հեռուստադիտողներին վստահ եմ հետաքրքիր է որևէ ակցիաներ, զեղչեր, այո, նոր առաջարկներ։ Այո, բնականաբար մենք մեր սիրելի կանանց համար ունենք հրաշալի ակցիա, մեկը գումարած 1 հավասար է 3, դա նշանակում է օգտվելով յուրաքանչյուր 2 ծառայությունից մեր կենտրոնում համարժեք արժեքով երրորդը կստանան նվեր։ Հրաշալի։ Եվ Արթուրին հարց ունեմ, սիրելի բժիշկ Արթուր Մանուկյան, մեր հեռուստադիտողները հետաքրքրվում են առողջ երկիրը բժիշկ Մանուկյանի հետ, երբ է վերսկսվելու։ Այս իրավիճակից չորացավ բերանս, ես ստրես եմ։ Իհարկե։ Ես հիշեցի, եղել են հաղորդումներ, երբ ամուսնության առաջարկ է արվել, տեսած կլինես նման, այո, ուղիղ եթերում, եւ ես հիշեցի այդ հաղորդումներից մեկը, հիմա Արթուրի բերանը չորացավ։ Սիրելի Զիաննա, քանի որ այդ հարցը ուղղում եք, ես ակնկալում եմ, որ այն հաղորդումը եղեք առողջ, որը որ մենք պատրաստում ենք, ունի իր դիտողները եւ բնականաբար անպայման մենք փորձելու ենք փոխել ֆորմատը եւ մեկ այլ ձևով ներկայանալ, այնպես որ հարգելի հեռուստադիտողներ սպասեք շուտով ավելի հետաքրքիր, ավելի նորագույն, ավելի հետաքրքիր հյուրեր եւ իհարկե եւս մեկ անգամ փորձենք պրոֆիլակտիկայի մասին խոսել, կանխարգելել, առողջության մասին չէ, որ սովորաբար այն ինչ որ կա եւ մենք դա չենք գնահատում եւ կորցնում ենք, ցավոք սրտի այնպես պետք է անել, որպեսզի հենց առողջությունը պահպանել եւ որպեսզի այն չկորցվի եւ դա է շատ կարեւոր, ինչպես սերը, նույնպես կարելի է դա ասել սիրո մասին։ Ձյան թույլ տուր հիմա ավելի վստահ ու համարձակ ներկայացնել եւս մեկ անգամ մեր հյուրին Նեդա էսթետիկս կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն պերմանենտ դիմահարդար Նեդա Աթանասյան։ Իհարկե սովորել։ Դե այսքան զրույցից հետո եթե սա էլ հստակ չասեի, ուրեմն մի բան ինձ հետ այսօր այն չէ։ Եվ իհարկե չմոռանանք այն հրաշք անակնկալի մասին, որ մեր հյուրերի համար պատրաստել է մեր գործընկեր Տուն դեպոխանու սրահը, դուք ունեք զեղչի քարտ 20%-ի չափով տեսականու համար կարող եք գնալ սիրելի Արթուր եւ ձեր կնոջը էլի անել անակնկալ օգտագործելով։ Սա դնեմ այստեղ, բայց սիրով կհանձնենք ձեզ։ Շնորհակալություն, անպայման կօգտվենք։ Շնորհակալ եմ իհարկե ձեր ներկայության եւ գեղեցիկ ծաղիկների համար։ Մենք բարև երկիրն ենք, սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր ընթացքը։